Վանացայնեն դարձյալ բարի օր ձեր բոլորին հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, եթե կմիանանք մեզի Վանացայնի Facebook-ի էջով։ Ինչպես խոստացած ենք, Սուրբծննդյան հadouk հայտակիր ասկային առաջնորդարանեն մեր զրուցակիցն է Լիբանանի հայոց թեմի բարեջան առաջնորդ Քերաշնոր Շահե arczepiskopos Մանոսյան։ Աստված օգնական սրբազան։ Աստված բավանորի։ Շնորհավոր նոր տարի։ Բարի տարի եւ առողջ օրեր կմաղթեմ բոլորիդ։ Մենք նոր տարին սկսանք, քիչ առաջ կխոսեինք այդ մասին, որ տարի մնալ անցավ մեր կյանքեն եւ կարժե գտնել արդյոք ինչ մտածումներով ընդհանրապես մարդ արարածը պետք է նոր տարին սկսի ձեզի։ Բնականորեն լիբանանյան մեր դրվածքի մեջ նախ հարգատրապար դերևս անցյալին գնայինք եւ այս արիտով պետք է հավանաբար անդրադառնանք, որ դժվար տարի մանցուցինք, բայց եւ այնպես մեր կյանքեն ներս նաև կան առավելություններ, որոնք գետ նոր դարվա այս սկզբնական շրջանի մեր ուշադրության են բեկչե վրիբին եւ ընդհանրակը ասո դառնալով парք պետք է դանք բոլոր այն առավելություններուն համար զորս գվայելենք իսկապես լիբանանյան մեր իրականության մեջ եւ այդ առավելությունները այդ կանալ թիվով աննշան չեն ընդհանրակը ունենք մեծ առավելություններ, որոնց մեջ զրկված են շատ մկաղուտներ, շատ անհատներ եւ շատ ընտանիքներ։ Փառք Աստծո բարիով նախորդ տարին իրավարտին հասցուցինք եւ ահավասիկ հույսերով լի դիմավորեցինք նոր տարիմը այս արդի բնականորեն բոլորիս բաղցանքն է եւ աղոթքը, որ նոր տարին լա ավելի քաղցր, ավելի բարեբեր եւ ավելի հեզասահ իր ընթացքով։ Ինչպես կարժևորեք ասկային առաջնորդարանի անցնող դարվան գործունեությունը սպասան։ Կասկած չկա, որ բոլոր մեր գարույցները իրենց կարգին ունեցան իրենց դժվարությունները, բայց կրկին Փառք Աստծո բոլոր մեր գարույցները դակավին աշխատանքի տաշտը չեն լքած, ասկային առաջնորդարանն ալ իր կարգին, իր առավելություններով, իր թերություններով գշարունակե իր ծառայությունը ընձայել մեր ժողովրդին, այսինքն մեր ժողովրդի գողքին ենք, անշուշտ բոլորս ալ գարիք ունենք բարելավելու մեր ծառայությունը, բոլորս ալ գարիք ունենք առավել աշխուժություն զետեղելու մեր աշխատանքներում մեջ, բոլորս ալ պետք է ավելի արդյունավոր դառնանք, որովհետև մեր ընկերության գարիքներն ալ երեկվա գարիքներուն չեն նմանիր, բազմապատկված են, գուսանք, որ հարաճիգային այդ բոլոր մեր սպասումները իրենց դրական անդրադարձը կունենան նաև մեր աշխատանքներն ներս։ Բայց այս արդիվ կհաստատեմ, որ առաջնորդարանի կողքին մեր եկեղեցիները իրենց բոլոր գարելիություններով իրենց դռները բաց կբահեն եւ ծառայության դաշտի մեջ աշխուժորեն իրենց վերապերող աշխատանքը կտանին։ Այսօր Սուրբծննդյան տոնը պիտի նշենք, այսօր խթման գիշեր, այս գիշեր կեսօրի ջրակալույցի պատարակ Քրիստոսի ծննդյան խորհուրդը ինչ կփոխանցե մեզ այսօր։ Այո, մենք մեր եկեղեցու ավանդություններուն հետևողությամբ այսօր ջրակալույց պատարակով կնշենք Դիարն մեր Հիսուսի Քրիստոսի աստվածահայտնության հիշադակը։ Բնականորեն նոր դարվա կողքին Սուրբ Ծնունդն ալ կյանքի նորոգության խորհրդանիշը գանտիսանա բոլորիս համար եւ հետեւաբար Սուրբ Ծննդյան դոնին արիտով մեր եկեղեցին գուկա մեզի առաջարկել, որ նոր մարդ դառնանք, որովհետեւ Աստվածորդին, որ գրգին եւս նորովին աշխարհին գայտնվի, զինկարենանք իբրև նորոգված անց ընդունել մեր հոգեգան աշխարհներս եւ իրմով բարեգարկել եւ բարեշրջել մեր կյանքին ընթացքը։ Բնականորեն աշխարհի մեջ կաբրինք եւ բնականորեն աշխարհի պայմանները երբեմն մեզ գտանին հոն ուր բեկչե լայինք կրոնական հասկացողությամբ, բայց ահավասիկ Աստված մեր առօրյային ներս արիթմը կստեղծե ինք դարձյալ գանտիբի մեզի առաջարկելով, որ զինք ընդունենք իբրև դեր եւ Աստված եւ զինք հրճագենք մեր շրջապատին, որովհետեւ մեր կյանքը որ աշխարհիկ ընթացքով առասարակ գարաշնորթվի ընդունի Աստվածահաճո նկարակիր, որովհետեւ Աստված այնտեղ իր արդարությամբ, իր սրբությամբ տակավոր է։
մեր ալ բաղցանքը եւ մաղթանքն է, որ մեր ժողովուրդը իսկապես պատրաստ հոգիով աշխարհին հայտնվող իր բրգիչը ընդունի, իր բրգիչով վերանորոգվի, վերահաստատե իր ամրությունը եւ իր մով նաեւ աստվածահաճո միջավայրի վերածե բոլոր այն վայրերը ուսկից գանցնի ինք։ Մենք այս օրերուն է, որ հաճախ գսենք, թող Քրիստոս ծնի բոլորին սրտերում մեջ։ Հիմա այո, խոսք մնե գսենք, բայց հատիկա խորիմաստ արտահայտությունն է, Քրիստոս ուզես է, որ սրտիդ մեջ ծնի, կնշանակե, որ թուն ամբողջությամբ պիտի փոխվես, որ Քրիստոս սրտիդ մեջ ծնի, չէ, սրբազան։ Հետաքրքրական են Սամոսին բարերը սիրտ սուրբ հաստատյա ես ասված կսե եւ հոգի ուղիղ հաստատյա իբորի իմում սուրբ սիրտ հաստատե մեջս եւ իմ ներսիտիս կսե նոր հոգիմը վերարձարձե որովհետեւ ես պատրաստ եմ զինք ընկալելու եւ անշուշտ բնականորեն մեր ընդունած սրբությունը միայն մեր անձին չի վերաբերիր, այլև կվերաբերի մեր շրջապատին հավաքական կյանքին քրիստոնեային անդրանիկ բարդականությունն է ավետարանի կարողության աշխատանքը եւ հետեւաբար մենք բարդականություն ունենք նաեւ սրբանալու գողքին նաեւ սրբությամբ ողողելու մեր շրջապատը որովհետեւ ինչպես ասի աստվածահաճո միջավայրի վերածվի այնտեղ ուր մենք կաբրինք այն ընկերությունը որում մեջ մենք կգործենք եւ այն հասարակությունը որ ի վերջո մերն է եւ պետք է սրբացիալ պայմաններու մեջ հարադեվե այդպես մեր ժողովուրդը ապրած է իր կյանքը եւ այդ պայմաններով միայն գրնա հարադեվել գավադանք Կյանքը լեցուն է մարտահրավերներով, դժվարություններով, մանավանդ այս երկրի մեջ, մանավանդ Լիբանանի մեջ։ Լիբանանայի քաղաքին կյանքը օրե-օր կդժվարանա, բայց այդ բոլորով հանդերձ մենք ցև մկտածենք, մենք աղոթքով, մենք իբրև քրիստոնյա, երբեմն գմորնանք, որ մենք իբրև քրիստոնյա նաև աղոթքով պետք է թիմակալենք բոլոր դժվարությունները։ Ինչպես այսօր հայ մարդը, քրիստոնյա մարդը պիտի թիմակալի կյանքի բոլոր դժվարությունները։ Դժվարությունները, որոնց ագնարգությունը կգադարեք միայն չեն վերաբերիր Լիբանանին։ Բնականորեն այստեղ Լիբանանը ունի իր հատուկ դժվարությունները, գաբրի իր հատուկ տագնապները, բայց դժվարությունները այսօր ընդհանուր ընկերության կյանքին կվերաբերին ամբողջ աշխարհը այսպես տագնապի մոպով են գանցնի։ Մենք ալ մեր գարկին, մեր բաժինը շալգած ուրեմն կփորձենք այս տագնապներում մեջ են խաղաղությամբ նավարգել։ Փառք Աստծո քիչ առաջ ինչպես խոսքիս սկզբնավորության գսեի, նաև կան առավելություններ մեր կյանքերս, որոնց պետք է թերևս երբեմն անդրադառնանք, այսպես հայապույր հայկական մեր վիճավայրը տրամակլուխն է, զոր չենք կրնար անդեսել, նաև մեր գառույցները, մեր հաստատությունները, մեր եկեղեցիները, որոնք Արավելապար դերևս գառուցվեցան նախորդ սերունդներու կողմէ, բայց ավասիկ աճագից են մեզի մեր գբահբանեն մեր հայեցիության մեջ եւ ինչու՞ չէ նաեւ մեր հոգեվոր կյանքերներ այդ բոլորին արժեքը այս օրերուն քիչմա ավելիով պետք է սկանք որովհետեւ այդ բոլորը մեզմով գենտանանան այդ կառույցները ինչպես նաեւ մենք անոնցմով նոր գենտանություն գտնենք Այո, Լիբանանեն ներս երբեմն հարցերը կդժվարանան, բայց բարեբախտաբար Լիբանանցին ինք իր ապրելա գերբով կյանքը դիտելու իր եղանակով այդ բոլորը շրջանցելու գերբերը գիտե, կտած է։ Գարադևենք, փառք Աստծո, գարադևենք եւ վստահաբար նաեւ դագավին աշխատանք ունենք դանելիք եւ նաեւ կյանք գերդելու բարդականություն ունենք։ Դագավի մարդուց պետք է մատակարարենք ամբողջ հայ աշխարհին։ Այդ սկացումներն է, որ մեզ պետք է ստապեցնեն եւ նաեւ գիտակցության հրավիրեն, հիշեցնելով, որ մարդ եւ Աստված երբեմն միասին պետք է կալեն։ Միասին պետք է լան, արարիչ եւ արարած։ Սուրբ ծնունդը այդ նվիրական բայրեն մեկն է, այդ հիշեցումը կգադարե մեզի, Աստված ինք կուկա մեզի միանալու, որբեսի մենք
որ շատ անգամ ինձ ինքնիս առանցնության մեջ կսկանք, շատ անգամ այդ առանցնության մեջ գդարաբինք եւ գդակնաբինք, ահավասիկ մեզի ընկերագից ունենք մեր դերը եւ փրկիչը գուկա մեր կյանքեն ներս մեզի հանդիպելու որբեսի իրմով քիչմը տետևնա մեր պերը բարձավես մենք ստապինք անդրադառնանք դե ասված մեզի գուկա եւ հետեւաբար աստուծմով փորձենք մեր հարցերուն լույս բերել եւ նաեւ մեր դակնապներուն լուծում գտնել աստուծո ապավինինք միշտ աստծո պետք է ապավինենք ամեն շատ լավ խնդրեմ որ ձեր մաղթանքները փոխանցեք վանացայինի ունգընտիրներուն եւ ակընտիրներուն սուրբ ծննդյան դոնին արիթով ձեր մաղթանքները ինչ պիտի լան ոչ միայն լիբանանահայության համայն հայության անունով նաեւ կհետևին մեզի լիբանանեն դուրս նախ ողջունիչ խոսքը գուզեմ փոխանցել վանացայինի անձնագազմին որ դարվան ընթացքին բծախնդրորեն իրեն վերապերող բարդականությունները խժմդորեն կգադարե եւ ծևոմը մեր ցայնը ուրիշին լսելի կդարձնե ինչպես նաեւ ուրիշներուն ցայնը մեր ժողովրդին ցայնը մեզի եւ այլոց կփոխանցե Սուրբ ծննդյան դոնին արիթով մաղթանք է որ նաեւ ձեր աշխատանքն ու երանտը գրկնաբադ կվին նորոգվին որովհետեւ նոր մարդահրավերներու դիմաց կգտնվինք Այս արդիվ նաև լիբանանահայ մեր ժողովրդին, ինչպես նաև բոլոր ունգընտիրներուն գիշեցնեմ, որ աշխային հոգևոր արժեքներուն նկատմամբ նոր բծախնդրություն եւ նոր գիտակցություն ցուցաբերենք, որովհետեւ համաշխարհային ներկա բարքերու պայմաններում մեջ մեր նկարակիրն ու գույնը չգործընծնենք։ Այո Աշխարհը հարապոփող կյանքի ընթացք է դադրե, բայց այդ հարապոփող պայմաններում մեջ մենք բարդավոր ենք ներգալալ մեր նկարակրով, մեր սեփական դրամակլուխով, այն դրամակլուխով, որ մեր ժողովուրդը գոյացած է անցյալի տարավոր կյանքի պայմաններուն եւ փոթորիկներուն մեջ։ Այդ դրամակլուխը մեր ամրությունն է, հետեւաբար ուշադիր լանք Հանրային մեր կյանքեն ներս, ինչպես նաև մեր դուներեն ներս, մեր անհատական բարվելակերպի մեջ, որովհետեւ մեզի հետ ունենանք մեր մշակութային, մեր պատմության ժառանգությունը, ինչպես նաև հոգևոր այն արժեքները, որոնք մասը կգազմեն մեր նկարակրին։ Գաղութեմ, որ Աստծո պահպանության տակ վերընծյուղինք, վերածաղկինք եւ առավել բդղապեր դառնանք։ Այստեղ Լիբանանի մեջ Եվ բոլոր այն վայրերեն ներս, ուր մեր ժողովրդի զավակները կփորձեն իրենց կյանքը ապրիլ ազգային եւ հոգեվոր արժեքներով եւ հավատարմությամբ տողացված բոլորիս հետ լա այժմ եւ միշտ եւ ամենտեղ Շնորհակալություն Սրբազան, շնորհակալ ենք, որ հյուրընկալեցիք մեզ այստեղ, շնորհավոր Սուրբ Ծնունդ նմանապես ձեզի, Աստված ձեզի առողջություն եւ համբերություն երկար կյանք տա, որպեսզի շարունակեք ձեր առաքելությունը։ Բարի տարի եւ առողջ օրեր բոլորիդ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզի մեզի մեծամեծ։ Հարգելի ունգընտիրներ եւ ակընտիրներ, մեր հաղորդում այսպեսով հասավ իր ավարտին։ Մենք հadoop հարցազրույց ներկայացուցիք Սուրբ Ծննդյան տոնին արիթով ասկային առաջնորդարան են մեր զրուցակիցներ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Շահե arczepiskopos Պանոսյանը։ Եվ մեր հաղորդումի ավարտին կմնա շնորհակալություն հայտնել ցանի հաղորդավար Անտոնին, որ հետսեր Նատալին ստուդիոյեն ներս, ցեզի հետ դերհորին շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ ցտեսություն